Շատ շնորհակալ եմ ձեր խոսքերի համար, բայց կարծեմ մի փոքր շատ բարեհամբույր եք գտնվում իմ հանդեպ, չափիծավել։ Իմ համեստ կարծիքով երեք ես ընդամենը փորձում էի ուրվագծել այն ինչ ակնհայտ է բոլորի համար, այն գաղափարները, որ փորձում էի բացատրել, պարզ լուծումներ են դրանք, բայց սա հավանաբար գիտեք ինչ էի ուզում ասել։ Երբեմն պարզ լուծումները շատ պարզ դժվար է նկատել, շատ դժվար է հանգել դրանց, չգիտեմ ինչու է դա այդպես, միգուցե մարդ արարածի մտածողության էությունն է այդպիսին, մարդկային հոգեբանության արգասիկ է սա միգուցե, այնուհանդերձ, դուք ասացիք, որ խաղաղությունը, դե դուք հարցրեցիք արդյոք խաղաղության բաղադրատոմսը, խաղաղությունն է բաղադրատոմսը, խաղաղությունն է լուծումը, խաղաղությունն է այն լավագույն լուծումը, գործոնը, ինչի պայմաններում մարդարարածը կարող է ապրել, համագործակցել եւ ուրախ լինել, երջանիկ լինել։ Թեև այս գաղափարը շատ պարզ է, բայց լուծումը շատ պարզ չէ, եւ այս պարզ լուծումը չի իրականացվում պատմության ընթացքում, աշխարհի բոլոր անկյուններում։ Միգուցե սա յուտոպիա է, չգիտեմ, բայց իսկապես շատ պարզ է, գոնե հասկանալը բարդ է։ Խաղաղություն, համագործակցություն, ներդաշնակ իրավիճակ մեկս մյուսի հետ, մոլորակի հետ, բնության հետ, բայց տեսեք թե մենք ինչ ենք անում կլիմայի հետ, սա բոլորովին ներդաշնակ իրավիճակ չէ։ Ուստի իսկապես չգիտեմ, այս հարցը պետք է ուղղել շատ ավելի խելացի անձանց, քան թե ինձ, ես չգիտեմ, ինչու ենք այս սխալները նորից կրկնում, նորից նույն սխալը կրկնում, ես չգիտեմ, իսկապես չգիտեմ, թե ինչու ենք շարունակաբար սպանում միմյանց։ Բայց ակնհայտ է, որ խաղաղությունն է այն պայմանը, որի շնորհիվ կարող ենք երջանիկ եւ ցնծությամբ, ուրախությամբ ապրել մեկս մյուսի հետ։ Խաղաղությունն է լուծումը։ Այո, շատ հեշտ է դա ասել, ինչպես դուք ինքներդ դա սահմանեցիք, բայց երբեմն պատմության ընթացքում որոշ տարածաշրջաններում ունեցել ենք առաջնորդությունը, խիզախությունը հասկանալու, խորապես հասկանալու իրավիճակը։